այդպիսի երկրներ Կան իրար նման երկրներ, բայց աշխարհը չունի Փաշինյանի նման վարչապետ։ Իբրև շատ արտիստիկ մարդ բեմադրում է, թե ինչ են անում աշխարհի որոշ երկրներում պետությունը թալանած մարդկանց հետ։ Նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Պատոմն այս դեպքում ըստ Փաշինյանի Հայաստանը սև խորշ դարձնելն է, ինքը չի պատրաստվում դա անել։ Հայաստանի վարչապետը հասկացել է, որ գոմ երկրներում են թալանչիներին պատերի տակ շարում, գնդակահարում։ Կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, այս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ բանի, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ թալանչիներին ասֆալտին փռող, պատին ծեփող Փաշինյանը հիմա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ հայտարարում է, ինքը թալանը քաղաքակիրթ ձևով վերադարձնելու կողմնակիցն է։ Իդեպ 7 տարի է իշխանության են։ Որքան են վերադարձրել։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում եւ մարզերում։ 7 տարվա ընթացքում ընդամենը 3 խոշոր գույք ու մի քանի հողամաս։ 2019 թվականից սկսել ենք Թալանի Գորդյան հանգույցը արձակելուն ուղված համակարգ ձևավորել։ Հայաստանի վարչապետը պնդում է, որ իրենց արած գործը անասելի մեծ է։ ՔՊ-ն է Հայաստանի այն միակ իշխանությունը, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգ է ստեղծել։ Ու չկասկածեք, հեղափոխական դուխը չեն կորցրել։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համար ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին։ Պետության ու ժողովրդի մասին հոգ տանելով են ասում, Հայաստանի աշխատող 750,000 քաղաքացիները պետք է հայտարարագրեն եկամուտները։ Վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում էլ չներկայացնելը բնականաբար առաջացնում է վարչական պատասխանատվություն, այսինքն քաղաքացուն որպես տուգանքի մատերիալ հերթական անգամ կիրառելու հիմք։ ՔՊԱ-ականները մերժում են Հայաստան խմբակցության նախագիծը, որով ընդդիմադիրներն առաջարկում են չեղարկել համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Գլխավոր խնդիրը հասարակության շրջանում հարկ վճարելու ինստիտուտը զարգացնելն է։ Իշխանականները պնդում են, թե քաղաքացիները պետք է հաշտ լինեն հարկեր վճարելու մտքի հետ։ Եկամուտների հայտարարագրումը հանուն ստվերի կրճատման է, թե հանուն փող քերելու է, նկատում են ընդդիմադիրները։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է տապնդում, հավելյալ հարկեր մտցնելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդված է ուզում 300,000-ից ավել փոխանցումների մասին տեղեկություններ ստանա։ Ոչ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո հարկվելու են գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Ընդդիմադիր падգամավորի այս կանխատեսումը հունից հանում է վարչապետին։ Խելագարվելու բան է։ Ձայն եմ վերցում, ասում ես, որ ես ինչ ասելու ես ասենց բան, էլի, ասում ես ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք, իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ, այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Բայց Արթուր Խաչատրյանը բյուջեն լցնելու երևույթի մասին չէր խոսում։ Հավելյալ հարկեր մտցնելու նպատակ։ Բյուջեն լցնելու Փաշինյանական թիմի ընտրած մեթոդի վատը լինելն էր ասում։ Այլ բան է, երբ տնտեսական ակտիվությամբ է պետության բյուջեն հարստացնում, մեկ այլ բան, երբ քաղաքացիների հարկ ու տուրքը ավելացնելով։ Իդեպ, եթե անգամ ամեն օր մսով ճաշ եք ուտում, ըստ Փաշինյանի դեռ չի նշանակում, թե հարուստ եք։
Ինչ է ակնարկում Փաշինյանը։ Ուզում է ասել իրենք, որ միանգամից տոլմա, ձկան ու գարան խաշլամած, վածեղ ու էլի ինչ որ բաներ էին ուտում, չի նշանակում, թե առօրյա լեզվով ասած դզվել են։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշկեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված ցեխի մեջ Փաշինյանական Հայաստանի թիվ 1 հերոսը հարկատուն է 10-ից 10 խփած օրենքը մինչև 2026 թվականը գույքահարկը մինչև 100% ավելացնելը։ Այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Վարչապետն ասում է ժողովուրդ ջան, որ փողը հավաքում ենք, ձեր համար ենք հավաքում, թոշակ, նպաստ, աշխատավարձ բարձրացնում։ Հայաստանում թոշակ ու նպաստ արդեն 2 տարի է չի բարձրացել։ Մոտավորապես 2 տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված եւ բաշխված է ժողովրդին եւ կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման մեջ։ ՀՀ քաղաքացուն թույլ ենք տվել միջոխություն, որը 33 տարի չէր կարողանում իրեն թույլ տալ։ Մի ցնցող հայտարարություն է անում վարչապետը։ Օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Բարի գալուստ Հայաստան, որի սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրած է պահում թշնամին, որի վարչապետը քաղաքական թիվ 1 ամբիոնից դեռ չի երգել, բայց արդեն հասցրել է պարել։ Պարել են, վայ, այս ինչ լավ է։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։